Հարգելի Արիաննա, ես ուզում եմ սկսեմ մեր հաղորդումը մի թեմայից, որովհետև դրան որոշակի չափով ես էլ եմ առնչված եղել։ Իմ տաղավարում եղել է եւ Արտակ Սարգսյանը Քոչարի կուսակցության հիմնադիրը եւ դուք, ովքեր աջակցում եք եւ իմ տաղավարում դուք ջանք ու երանք չէիք խնայում պաշտպանելու Քոչարի կուսակցությանը եւ ասում եք, որ միակ ուժն է, որը կարող Հայաստանում փոփոխություն բերի։ Ինչ փոխվեց Արիաննա ջան։ Շատ փակագծեր չեմ բացի, բայց ձեր հաղորդումից հետո ես կդնեմ մի ձայնագրություն, դուք կլսեք ու բարձ կլինի ձեր համար։ Նախ ինձ շատ հետաքրքրում է, ինչու Արտակ Սարգսյանին չեք հրավիրում, որևիցե մի հարց իրեն տալ։ Հետո խոսալու ընթացքում Արսեն, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ինքը ոնց որ մարդու գիպնոզացներ։ Բայց ինձ էի չէր կարող գիպնոզացնել։ Նաև ես կարող եմ այստեղ ձեզ Արսեն ջան շնորհակալություն հայտնել, որ իրականում այդ ժամանակ տաղավար եք տվել։ Ես ասում եմ, սա իմ կողմից ամենայն պատասխանատվությամբ ես ձեզ շնորհակալ եմ, բայց նաև ցավում եմ, որ ես էլ իմ շրջապատն էլ, որ ես գեներալ լեյտենանտ եմ, ինքը ներկայանում է Կիբակի Կենիայի մահացած է հիմա այդ նախագահի փեսան, հպարտ, ես ունեմ մի տիկին, անունը տալիս է, իր նկարները այդ սևամորթ կնոջ հետ, ես եմ տեսել և իմ մոտ կան, իր էջում, ես եմ ասել, որ փակի այդ նկարները։ Իրենք Կենիայում եղել են մոտավորապես երևի թե մի 20 տարի առաջ։ Իրենք այլևս Կենիա մտնելու իրավունք չունեն, իրենց այնտեղից վտարել են։ Նաև ձեզ հուշեմ, Արսեն ջան, եթե դուք պատրաստվում եք իրեն հրավիրել ձեր տաղավար, ձեր միասին։ Ես սիրով, ես պատրաստ եմ, դուք ունի թող գա։ Սիրով ես կգամ։ Շատ մարդկանց ասեմ, որ իրենք մարդկանց ձայնագրելու սովորություն ունեն, հետո ասեմ, վայ տեսեք, խաբար բզիկ, ասեմ ձեզ, ինչ շատ մարդկանց դեմ են լարել, քրեական աշխարհից մեզ մարդ զանգեց, ասում էր Արիանան բանը, ինչ ես Արիանային հավատում, ինչ ես թողում Արիանան քո մասին խոսի, Արիանան FSB-ի աշխատող է, Արիանան Հայաստան եկել է հատուկ FSB-ի Կրեմլի հրամանով, հաղորդաշար կազմակերպենք, ձեզ ոչ ոք չեն ճանաչում, Արիանա ջան սպասի, ես եմ տաղավար, մի հատ էլ գրի, քանի հատ կամերա, բարմանա, պետք է անկեղծ եմ ասում, այդ տենց մնաց, գիտեք հետո ինֆորմացիա ունեմ, որ լրատվամիջոցների հետ պայմանավորվածություն կար, խապել են, չեն արել, 2-3 օր առաջ ինֆորմացիա եմ ես ստացել, չգիտեմ ինչքանով է ճիշտ, այն մի հատ կենդանի դիակ կա է, որ սեռական կողմնորոշում դեռ չունի, ու նստած Ծառուկյանի մասին է հաճում, Հմայակ Հովանեսյան, գետնի տակի մեռել է, թող գնան դատի տակ։ Կծում ես Արիաննա ջան, քծել, մենք պատկերացնում ենք սենց կներես, մենք պատկերացնում ենք սենց, քծելը սենց է, գումար է ուզում, ամեն մարդ թող պատկերացնի յուրովի, մի օր գմփալու եմ, չէ՞։ Քծելը կարող լինի, օրինակ բան պայմանավորվեք, չանի քծի։ Դե եմ ասում, թող ամեն մարդ յուրովի պատկերացնի, ինչի համար եմ ես ասում։ Ես ասում եմ, այն մարդը ինչ որ ներկայացել է, բոլորը սուտ է, բոլորը սուտ է ասում, սուտ։ Ինքը փող ոստիկանապետ չի եղել։ Ոչ, չի եղել, գեներալ լեյտենանտ։ Գեներալը չի եղել։ Ոչ։ Սերժանտ կոնե եղել է։ Դա չգիտեմ, բաց։ Եթե Արտակ Սարգսյանը ընդունումը հրավերը ձեր այդ բանավիճելու իմ մոտ, դուք հրավեր ընդունում եք։ Էնել ոնց։ Սա, պայմանավորվեցինք, ժողով ջան, ասնենք առաջ։ Ես հարց եմ տալիս։ Եկեք մի հատ ես ձեզ հարց տամ, էլի։ Մինչև 24 թվականը, Արսեն ջան, դուք էլ էլի ճիշտ վերլուծություններ եք անում, ճիշտն եք ասում հանրությանը։ Մինչև 24 թվականը պատերազմ ա եղել, այսքան կորուստներ զոհեր։ Դուք տեսել եք Նարեկ Կարապետյան, Սամվել Կարապետյան, հա? Տեսել եմ։ Քաղաքական հայտարարություններ արել են Արցախի կորուստները։ Չէ, չեք ակնարկում։ Ամիջապ, ասենց ասեք պրյամո, ինչ եք ակնարկում։ Պրյամո ասեմ, ոնց Քոչարյանն ակազած Նիկոլի աթոռը պահում, նույնն էլ սա իրար մեջ պայմանավորվածություն է։
առաջ եկել։ Դու կարծում եք Սամոյի ձեռից Նիկոլը հեծը խլել է։ Ես էլ իմ մտածելով ասում եմ, որ մեծ փողերի լվացում են անում, ինչ հեծ խլել, ինչ բան։ Օրինակ։ Օդից կախված կամ ինչ որ ձևակերպում։ Օդից կախված լուրերի։ Դե մեր Նիկոլն է, չէ՞, տենց ասում, բա տենում եք ինչ կա։ Որ ինքը։ Հա, ինձ ասենք էլի։ Ծանակ էլի, ինչ վերաբրեցիք եւ ինչու։ Տակ, երբ որ ես այդ կադրերը տեսա, որովհետեւ Գագիկ Ծառուկյանին ես ճանաչում եմ անձամբ 8 տարի։ Ես իրեն շատ սիրում հարգում եմ։ Գագիկ Ծառուկյանին պարզապես պետքա մոտիկից ճանաչել։ Նա խոսքի տեր, կամքի ուժի տեր տղամարդ է։ Ես կարող եմ ասել, որ կոնկրետ այս անդիմությունը Գագիկ Ծառուկյանին փուրը տվեցին։ Հələ։ Երբ որ նայում եմ այդ կադրերը, հեկեկալով լաց եմ եղել 70 տարեկան մարդ։ Գիտեք ոնց ես չեմ ասում Գագիկ Ծառուկյանը սուրբ է։ Չկա տես բան։ Ոչ մեկը սուրբ չենք։ Լիքը վատ բաներ էլ կան հետևում ես կոմենկում, բայց մի կերպար էր, որ ազգի բնակչության քանի տոկոսն է իր մոտ աշխատում։ Բայց եթե սրանք անդիմություն են, այս սուտի ուժեղները, այս Քոչարյան ենք, եթե դուք փուրը չեք տվել Գագիկ Ծառուկյանին, Քոչարյանին, ձերբակալությունը, ինչի պոլերով տվել են, թե չէ, ինչի պոլերին տալով չտարան։ Այլևս Նիկոլից չեմ վախենում, Նիկոլը էլ ինձ ոչ մի բան չի անի։ Եթե ինձ ձերբակալեն, եթե իմ հետ, իմ մազից, իմ գլխից մի մազն գնի, այմա ես ձեր եթերից ասում եմ, սա կամ Քոչարյանն է, կամ ուժեղներն են։ Ես այլևս վտանգ չեմ սպասում այս դավաճան իշխանությունից։ Իրանք ինչ պետք է արել են, հասկանում եք, էլ մահափորձեր, էլ վախացնել, այս եմ Ալյոնայի ֆեյքերը, վայ ներեցեք եմ որ էդ էլ տեղա ջանից դարդեղել, հասկանում ես։ Ում մասին է խոսքը։ Ալյոնային չեք ճանաչում։ Չեմ ճանաչում։ Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը, Ալյոնայի։ Վայ Ալյոնայի, վայ կներեք, սխալ մունք։ Ալեն Սիմոնյանը, մեր ազգային ժողովի նախկին նախագահ։ Այո։ Սաղ նրանք, ովքեր չեն խոսում այսօր Գագիկ Ծառուկյանի ազատ արձակելու մասին, դուք ուդող ուրացողներ եք։ Ամոթ պարզապես ձեզ այդ որ ասեցիք մանկապղծության դեպքը, հա, ձեզ ասեմ, որ մի երկորվա մեջ սարսափելի տեսանյութ եմ հրապարակելու մանկապղծության, այնքան տականք են դարձել այստեղի որոշ մի մասա, որ մանկատներից աղջիկ երեխաներ են որդեգրում, պորնոգրաֆիկ ֆիլմերում նկարում եւ վաճառում, ու այդ տեսանյութը ինձ մոտ է։ Որ ինձ ներն են գցում իմ հետևորդներս, գիտեք ինչ եմ ասում։ Ասում եմ, Աստված թող ամեն մարդու սրտով իրան տա։ Այո, այո։ Ինձանից սկսած, վերջացրած ձեզանով։ Շնորհակալություն ձեզ, բարոյականներդ գրում եք բարոյական ձեր կոմենտարիանը եւ անբարոյական քեզ եմ դիմում։ Դու էլ գրի քոնը, ես կպատասխանեմ քեզ։